Պարոն Խաչատրյանի խոսքում նշեցիք, որ ձեր ծրագիրը համորակարգը բոլորով միասին եւ իրար վիճակից անեն է։ Ինչ է կարծում, դա հնարավոր է արդյոք փոքր ճակատներով, թե այն ամենների համախմբում է եւ ընտրություններից առաջ հնարավոր է համախմբում հենց դեր առանցքի շուրջ եւ պարոն Խաչատրյան, տևական ժամանակ լուրեր կային, որ բանակցություններ կան ձեր ՀԱԿ-ի Հայկ Մարտիրոսյանի միջեւ, հնարավոր է արդյոք ընտրություններից առաջ այս ձևաչափը կյանքի կոչվի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեր օրակարգը շատ հստակ է։ Մենք այսօր ունենք խոշոր խնդիրներ եւ դրանք հատկապես գալիս են մեր ներքին պառակտումներից, որ հասարակությունը խմբերի բաժանելուց։ Դրա համար մենք վեր ենք այդ օրակարգից։ Մենք նախկին ներկա եւ այլն այդ օրակարգերով չենք առաջնորդվում։ Եվ ոչ թե աշխատում ենք հակադրություններով, այլ աշխատում ենք հանուն երկրի։ Այս հակադրությունների պայքարը այսօր այնքան է խորացել, որ տեսեք ինչ է դարել, այսօր ստացվում է Հայաստանի նախկին ղեկավարները վիճում են իրար հետ ու ամեն մեկը որպեսզի ցույց տա ինքը ինչ է ավելի ճիշտ, պետական անգամ պետականության շահերին հակասող հայտարարություններ են արվում։ Հայաստանի վարչապետը ասում է Հայաստանի զինված ուժերը ինչ գործ ունեն գնալու ուրիշ տեղերից արել։ Հələ տեսեք սա ինչ է նշանակում, բայց ինչի են ասա անում, որ ցույց տա ինքը ճիշտ է եւ մյուսները նախկինները սխալ են։ Սրա համար է անում, չէ՞, տեսեք, սա ինդիկատոր է, որ ցույց է տալիս, այստեղ քաղաքական շահը, պաշտոնի շահը, քաղաքական իշխանություն պահպանելու շահը ավելի բարձր է դառնում, քան պետականությունը։ Եվ մենք ինչ ենք ասում։ Այո, մենք ընդունում ենք, որ մեր բոլոր ղեկավարների ժամանակ եւ դա ընդունում ենք որպես իրողություններ, բոլորս ապրել ենք այդ ժամանակահատվածներում, չէ՞։ Ես օրինակ հիշում եմ, երբ փոքր էի, մեր ընտանիքում միշտ գովերգվում էր Կարեն Սերոփի Դեմիրճյանը։ Հիշում եմ, ինչպես ենք պատմություններ պատմում, ինչ կարևոր դեր է նա ունեցել մեր պետականության ձևավորման հարցում, ամրապնդման, ինձ համար նա օրինակներից է կամ օրինակ է, ինչպես կարելի է երկիր ղեկավարել եւ ամրապնդել հասարակությանը։ Հետո գալիս է 90-ական թվականները, չէ՞, հետո գալիս են 2000-ական թվականները, 2010-ից հետո եւ այս ժամանակաշրջանը։ Սրանք մեր պատմության անբաժան մասերն են, բոլորս ապրել ենք այդ ժամանակահատվածներում։ Եղել են այդ ժամանակ խնդիրներ, այո, եղել են խնդիրներ, եղել են կոռուպցիոն խնդիր, կոռուպցիայի այսպես դրսևորումներ ընդորում ամենածանր ձևերով, այո, եղել է, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ եղել են, կլանային համակարգ եղել է, օլիգարխներ, որոնք վերահսկողություն են ունեցել երկրի քաղաքականության նկատմամբ, եղել են, այսօր էլ կան։ Այսինքն ինչ է ստացվում, այն բոլոր խնդիրները, որ կային, եկել այս օրակարգի արդյունքում շատ ավելի վատն են դարձել հիմա։ Այսօր առավել սերտաճում է գնում քաղաքական իշխանության օլիգարխիկ համակարգի, կլանային համակարգի։ Հələ դրան էլ մի հատ ավելանում է պրոֆեսիոնալիզմ ընդհանրապես կա, դուք տեսնում եք պրոֆեսիոնալիզմը, ով ինչ ուզում խոսում է։ Մեր օրակարգային հարցերից է դրա համար խոսքին տեր լինելը։ Մենք մեր խոսքին տեր ենք լինելու։ Չի կարող լինել երկրի ղեկավար, որ այսօր մի բան է ասում, վաղը մեկ այլ բան է ասում, կախված թե այս կամ այն իրավիճակը իրեն ինչպես է ձեռնտու։ Մյուս կողմից եղել են դրական զարգացումներ, այո, եղել են դրական զարգացումներ։ Ես ինքս որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան հրապարակայնորեն քննադատել եմ այս խնդիրները բազմիցս ներկայացրել եմ։ Դա արել եմ 2003, 4 5, 6, 7 թվականներին, 8 թվականը, երբ ես աշխատում էի այդ հաստատությունում։ Դա արել եմ 2016-ից 22 թվականներին եւ այլն, եւ նա շարունակում եմ անել խնդիրների արձանագրումը, հարցերի լուծումը եւ մենք այնպիսի նաեւ թիմ ենք ունենալու, որոնք գիտեն այս խնդիրները ոչ թե դասագրքերից, ոչ թե պատմվածքներից, այլ կոնկրետ փորձով, թրծված են կոնկրետ փորձով, գիտեն ինչպես հարցը լուծել։ Հիմա ինչ վերաբերում է, այսպես դուք նշեցիք, համախմբման հետ կապված հարցերը։ Մենք դա մեր կարևորագույն օրակարգն է, այո, ապահովել հասարակության համախմբում։ Մենք հայտ ենք ներկայացրել, ես ինքս հայտ եմ ներկայացրել երկրի կառավարման
համար պատասխանատվություն ստանձնելու հենց այս օրակարգով, որ չլինեն տարանջատումներ բարիկադների տարբեր կողմերում, որ մարդիկ իրար թշնամական չնայեն, որ մենք ղեկավարվենք ուղղակի որպես լավ մասնագետներ, մարդիկ, որոնք ոչ թե մեկուսացած են նրա համար, որ ինչ որ մեկին մի ժամանակ բարև են տվել, այլ որովհետև օրինակ, ասենք, մեկուսացած է նրա համար, որ իրավախախտ վարքագիծ է դրսևորվում, մեկը մեկուսացած է նրա համար, որ մեկ այլ արատավոր բան է արել, որը պատժելի է եւ այլն եւ այլն։ Ես պատկերացնում եմ մեր խնդիրների լուծումը միայն այս ներքին համախմբման, օրակարգի եւ նախկին հակադրությունները մերժելու միջոցով, իսկ նաև մեկ կարևոր հստակ արձանագրում անեմ, ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունը ղեկավարվում է հակադրություններով, թշնամացնելով, սա կարծեք թե նրանց համար սնունդ լինի եւ հակադրությունների վրա է ամեն ինչ կառուցված։ Չէ, օրինակ ասենք 2 րոպե շփվեն իմ եւ ձեզ հետ, մեզ կթշնամացնեն մի անգամից։ Ասենք կարող է մեզ ասեն օրինակ տեսեք Աննան ինչ գեղեցիկ հագուստ է ակել, դու չունես դա եւ այլն ու ահա ես արդեն կդառնամ, բայց ես ինչի չպետք է ունենամ եւ այլն։ Այն դա նրանց իշխանության մնալու օրգանական սնունդն է, այսպես ասեմ։ Իսկ մենք առաջարկում ենք բոլորովին այլ բան։ Մենք առաջարկում ենք համախմբում, միասնություն, հանունի օրակարգով, զարգացնելու, երկիրը առաջ տանելու, այսքան խնդիրներ ունենք, ոչ թե դոփելու համար տեղում։ Մարությանի եւ Հակի։ Կային հրապարակումներ, որ ես Հայկ Մարությանի հետ արդեն այսպես հրապարակում էր անգամ, որ վերջ ստեղծել ենք կուսակցություն։ Ես ասեմ ձեզ, որ ես Հայկ Մարությանին վերջին անգամ տեսել եմ 2020 թվականի սեպտեմբերի 21-ի պաշտոնական արարողությունների ժամանակ, եւ ես մարդու իրավունքների պաշտպանն էի, ինքը Երևանի քաղաքապետն էր։ Այսինքն մենք ներողություն 2019-ն էր երևի թե ներողություն։ Այսինքն մենք այդ ժամանակ հաստատ նման հարցեր չենք քննարկել եւ դրանից հետո էլ ես պարոն Մարությանի հետ նման որևէ հարց չեմ քննարկել։ Հայկի հետ կապված մենք քննարկումներ անընդհատ լինում են, բայց ձեր նշած բանակցություններ, մեկ ուժի եւ կամ ինչ որ հրապարակումներ նման քննարկումներ չեն արվել։ Բայց քննարկումներ իհարկե մեր գործընկերներն են, ես նրանց շատ ես Հայկի ներկայացուցներին ճանաչում եմ դեռ 2008 թվականից, որովհետև երբ ես աշխատում էի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, մենք մոնիտորինգ էինք անում 2008 թվականի հավաքները եւ ես նաեւ ինքս կազմում էի այն ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներ եւ շատ մանրամասն մոնիտորինգ եմ արել, զեկույցներ էինք ներկայացնում մեր հիշատակը Վարլինի Վահե Ստեփանյանին, ով աշխատակազմի ղեկավարն էր մարդու իրավունքների պաշտպանի եւ մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ էր, այսինքն ես նրան շուտվանից ճանաչում եմ եւ այսպես մեր հասարակությունը այնպեսին է, որ նման բաները մենք պետք է խրախուսենք, որ մարդիկ իրար ճանաչեն, շփվեն, երկխոսություն լինի, ես քիչ առաջ իմ ելույթում հենց խոսում էի այդ մասին։